Ողջույն, 168-ի եթերում կրկին ռանդևուն է։ Այս երեկո զրուցակիցս տաղանդաշատ դերասան, սիրված արտիստ Գոռ Հակոբյանն է։ Բարի երեկո Գոռ։ Բարև։ Շնորհակալ եմ, որ այսօր հենց իմ տաղավարում ես։ Ես էլ շնորհակալ եմ, որ հրավիրեցիր։ Կստացի մեր հանդիպումը շատ երկար տևեց։ Մի 4 ամիս պայմանավորվում էինք, բայց չէինք հարմարացնում, բայց կարևորը ստացվեց։ Գոռ, բավականին երիտասարդ տարիքում արդեն հայտնվեցիր եթերում։ Եթերում հայտնվելը քո համար երազանք էր, թե գումար աշխատելու միջոց։ Միանշանակ երազանք էր, դե որովհետև մանկուց այս ջիղը զգացել եմ իմ մեջ, հետո անց մարդկանց շրջապատում եմ մեծացել, որոնք որ այն ժամանակ Գյումրիում շատ հայտնի էին, Ծոյից Հայաստան պրոյեկտ կար, որտեղ Արտյոմ Կարապետյան եւ Ռուբեն Մխիթարյան, ես այսքան երեխա էի, որ իրանք այդտեղ շատ հայտնի էին, իրանց նայում էի, ուզում էի ես էլ այդ նույն բանից անեի, հետո ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ավարտեցի ու սկսեցի զբաղվել իմ սիրած աշխատանքով։ Ի սկզբանե չեմ մտածել դրա մասին, որ կարելի է այս գործով փող աշխատել, որովհետև իմ մոտ միշտ ասոցացվել է, որ դերասանը պետքա սոված լինի, բայց հետո երևի բախտս բերեց, որ հայտնվեցի այնտեղ, որտեղ պետք էր։ Որտեղ կարելի էր նաև փող։ Որտեղ կարելի էր քո սիրած աշխատանքով, դե ամենակարևորը դա չէ, որ կարողանաս քո սիրած աշխատանքով հենց գումար վաստակել։ Սարի խոսենք նրանից, որ Գյումրիում ինստիտուտից դուրս մնացիր, ինչի։ Բացակայությունների պատճառով Գյումրիի մասնաճյուղից Թատերական ինստիտուտի հեռացվեցի 3 տարի սովորելուց հետո ռեժիսորական ֆակուլտետում ու ընդունվեցի Վանաձորի մասնաճյուղում նույն ինստիտուտի նորից առաջի կուրս, արդեն դերասանական ֆակուլտետ։ Տարբերակ էր դրված իմ դիմաց պետքա գա Երևան ու ապրեի ստեղ, որպեսզի ստեղ ընդունվեի նորից առաջի կուրս սկսեի սովորել կամ պետքա Վանաձոր ընդունվեի, որ Գյումրիից ամեն օր գնայի դասի գայի, դե մոտիկա։ Այդտենց ամեն օր եթե չէր ստացվում օրը մեջ գնում էի դասի։ Մի խոսքով 7 տարի եմ սովորել ես, էլի Թատերական ինստիտուտում։ Այն կերպարները, որը դու այս տարիների ընթացքում մարմնավորել ես, ներկայացրել ես հասարակությանը, այդ կերպարները ինչ նույնություններ ունեն Գոռի հետ։ Դե սկսենք ամենաճանաչված կերպարից, որը Ֆելոնա Ֆուլհաուսի, ես միշտ ասել եմ, չունի ինքը որևէ ընդհանուր բան իմ հետ, որտեվ իմ բնավորությունը լրիվ ուրիշ է, ինքը լրիվ տեսակով ուրիշ է, вообще կապ չունենք իրար հետ։ Այնտեղից հետո այն մնացած կերպարներից քիչ եմ էլ հիշում, որտեվ այդ սիտկոմները այդքան ինչ որ բան չեն ունեցել, շատ ա եղել 10-12 սիտկոմ ա եղել, եթե չեմ սխալվում։ Ու իմ համար հիմա ամենասիրելի պերսոնաժը, որը որ որոշակի ընդհանրություն ունի իմ հետ, դա Վենդետա ֆիլմից Բեկն է, որը որ կրիմինալ դրամա է ու այս երկար տարիներում սիտկոմ նկարվելուց հետո ես միշտ ուզեցել եմ ուրիշ բան նկարվեմ, որտեղ արդեն հոգնել էի նույն բանից։ Երբ որ ստացա այդ առաջարկը ու կարդացի այդ կերպարը, միանշանակ ուզեցի խաղամ։ Ու խաղացի այդ դերը, որը որ նկարանում է իհարկե բարդ էր, որտեվ 4.5 ամիս է տևել։ Սովորաբար սիտկոմում երբ որ նկարվում ես 24 սերիա, տևում է մաքսիմում 40 օր կամ մի ամիս, այդքան էլ չի տևում։ Իսկ էսի 4.5 ամիս է տևել, բարդությունը մենակ դա էր, բայց չգիտեմ, եթե նայել եք կամ չեք նայել, անպայման նայեք, որովհետև ինձ ուրիշ անկյան տակ եք տեսնում, էլ։ Արդյոք այդ այլ անկյան տակ հանդես գալու մղումներ, որ քեզ տարավ այդտեղ, որովհետև հիշում եմ տարիներ առաջ ասել էիր հայկական սերիալները սոսկալի վիճակում են, երբեք չեմ նկարվել։ Հա, եկեք ասեմ։ Սա սերիալ որպես այդպեսին ինքը ընդհանրապես որ մի քանի սերիա է, բազմա սերիանանոց է, էտա։ Որպես այդպեսին հենց Վենդետայի մասին է խոսքը, ինքը կրիմինալ դրամա է, ինքը բազմա սերիանանոց գեղարվեստական ֆիլմ է ու նկարած է շատ որակով։ Շատ հայկական այսօրվա գաղ հեռուստատեսային սերիալները, որոնք որ կան, դրանց հետ կապ չունի ընդհանուր ոչ մի կադրով, գույնով, վերասանական կազմով, ռեժիսորական կազմով, մոնտաժով, ամեն ինչով ինքը այլ է լրիվ։ Դրա համար եմ ասում, անպայման նայեք, էլի։ Գոռ, առօրյատ կյանքդ ինչ փոփոխություններ կրեց հայտնի դառնալով։ Իրականում ես այն օրը կնոջս հետ էի այդ նույն բանը խոսում, ասեցի 80% դեպքերում ինքը խանգարում է ինձ։ Այդ հայտնի լինել, որ ճանաչում է։ Խիա խանգարում, որտեվ ես բաներ կա, որ էթիկայի կանոններից ելնելով չեմ կարող ինձ թույլ տալ, բայց շատ եմ ուզում թույլ տալ։ Այսինքն ես կոպիտ օրինակ բերեմ, հա, ուզում եմ շորտով կամ հողաթափերով
ելնեմ իմ դեմը կանգնեմ, ինչ որ շլանգով ջուր անեմ, սենց եմ ծառջեր եմ եւ այլն։ Կենցաղային բաները, որոնք որ չեմ կարող անեմ, որովհետեւ մարդիկ դրան մի քիչ ուրիշ ձև են նայում։ Բայց զուտ մարդկային բան է։ Ես էլի եմ անում, ես չի որ չեմ անում։ Ու համ խանգարում, այն որ սենց ուրիշ հայացքով են նայում, ինքը խանգարող բաներ կա մեջը, չգիտեմ, ես նշ չի որ ես ասում եմ, ես աստղ եմ, ես ինչ եմ, вообще չէ, տենց չի։ Բացառված է։ Ես պրոստը մարդ եմ, ով մի երկու անգամ հերոստացույցով երևացել է, դեմքս ճանաչում եմ։ Թե չէ ինչ աստղ, Հայաստանում այդ շատ խնդալու հասկացողություն է, էլի։ Աստղերը մենակ Հոլիվուդում են ելնում երկնքում։ Ինքը ինձ խանգարում է 80% դեպքերում։ 20%-ն էլ ինչի է դուր գալի, որովհետև անկեղծ եմ ասում, այդ դեմքով կարողանում եմ լիքը հարց լուծել։ Օրինակ Զիջումներ են գնում լիքը մարդիկ, ասենք պարեկները, ամրագոտին մոռացած ես լումքցես, բարի ճանապարհ, բանսես բաներ կա, որը որ օգնում է։ Ու դու համ դու քեզ լավ ես զգում դրանից, որ քեզ ճանաչեցին, ընդառաջեցին։ Իհարկե պետք է չեն տարաչեին, բայց դե մարդկային վերաբերմունք են ցույց տալի։ Ու տենց լիքը մանր օրինակներ, որ ինձ դուր է գալի կոնկրետ, որ ճանաչում են։ Այսօր եթե հնարավորություն ունենայիր փոխելու կյանքդ, կա նման բան, որ կուզեիր փոխել։ Եթե խոսքը անձնականին է վերաբերվում, անձնական երջանկությանը կամ ընտանիքին, չէ բնականաբար։ Գործունեությանը։ Գործունեությանը, հա, կա բան, որը որ մանկուց երազանք ա եղել ու մինչև հիմա այդ երազանքը կա ու չեմ կարացել դա իրականացնեմ, այսքան տարիքի երեխա է լինելուց ուզեցել եմ օդաչու դառնալ։ Դասերից, դպրոցում դասերից փախել նստել եմ ավտոբուսը, գնացել եմ Գյումրի օդանավական կայան, կանգնել եմ, sense նայել եմ սամալյոտներին իջնող, բարձրացող։ Մինչև հիմա որ սամալյոտը անցնում մի քիչ ցածր, ես տենց են կտորը երկինք ֆիլմի մեջ թորիկ կերպար որ ղշերին է նայում, այսինքն շատ այդ երազանքա որ եթե սա չէ նա կլիներ էլի։ Հայտնի դառնալու ընթացքում քո մարդկային որակները ինչ տրանսֆորմացիա են ունեցել։ Եղել է մի этап, որ այդ վատ հիվանդությունը, որ բոլորից բռնում է, դա բռնել է, եղել է, այդ հիվանդից չեմ շղթում, ագին երկարել է տևել, որ դες դառնում է սուրի։ Դու չես զգում դա։ Այ դա է ուզում ասել, ոնց ես զգում, դա շատ սահման է սովորաբար կողքից։ Ինքը դու չես զգում ոնց է դա դառնում, ոնց որ ես այն օր այդ համեմատություն էի անում, ասում էի Գելենվագենի վարորդները նորմալ մարդ է ինքը, հենց նստում է այդ մեքենայի ռուլին, եսին վրա դա զգացել եմ։ Հենց նստում է այդ մեքենայի ռուլին, դառնում է Գելենվագենի վարորդ։ Իաշիկի շոֆեր, այ իրան թվում է, որ աշխարհն իրանն է, всё, պետք է սաղ ենկոմ գնան, ինքը այսենց է։ Այդ չի զգում այդ մարդը, այդ ներքուստ լինում է։ Այդ նույնն էլ նույն պրինցիպով է ինքը։ Այդ հիվանդությունը ցած բռնում է, մի этап եղել է որ տենց, հա։ Ինչ որ տես շատ վերևներից ես մտածում ուժը բան տենց։ Դժվար հետեկար։ Մեծացանք պրոստը։ Հետո ես էսի բազմիցս ասել եմ մեր մոտ այդ աստղային հիվանդությունը որ բռնեց ֆուլաուսում ամենավատայինն էր որ մենք մեկս մյուսիս վրա ենք հաստատվում։ Տարածքում սաղս ուզում ենք ցույց տանք որ մենք ամենակրուտոյն ենք։ Յուրաքանչյուրս ես էլ այդ գազմի մեջ։ Հետո անցավ, հետո մեծացանք, հասկացանք որ մենք ընդամենը մարդ ենք, հասարակության մի անդամ, այն իրավունքներն ունի որոնք որ սովորական մարդիկ լրիվ նույնությամբ պրոստը այդ էլ մեր գործն է։ Դեմքներս մի քիչ շատ է երևացել այդ հերոստացիցը, всё, այդքան բան։ Թե չէ որ դրանից հիմա տենց ինչ-որ ասենք մենք աստղ ենք, մենք հայտ ենք, ոչ։ Ես կոնկրետ ին վրա ես էդի չունեմ։ Ամպերում չենք։ Չէ, բացառված է։ Գոր ինչ դերակատարում ունի փողը քո կյանքում։ Հաջողակ դերասան առանց շատ փողի։ Այդ բանաձևը այսօր արդիական է։ Լիքը հաջողակ դերասաններ ունենք մենք մեր իրականության մեջ, որ առանց փողի են։ Լիքը տաղանդավոր ընկերներ ունեմ ես, որոնք որ շատ ինձանից լավն են իրանք։ Այս բնակավարում։ Ինձանից կիրթ են, ինձանից ճիշտ են, ամեն ինչ, բայց այդ մարդիկ այսօր կոպեկներով աշխատում են թատրոններում ու դա շատ վատ է։ Ու երբ որ այդ նույն մարդիկ թատրոնի հետ համատեղում են նաև սերիալը, այն վատ սերիալը կամ չգիտեմ լավ սերիալը կամ միտեղ մտնում են աշխատանքի, թատերասեր հասարակությունը իրանց այլ կերպ նայում արդեն որ ինքը իրան տենց բան արեց էժանացրեց հա մոտարապես sense բարերը ճիշտ է դա դասավորեմ ու այդ մարդիկ փողի համար այսօր գոյատևելու համար լիքը բան են անում իմ համար փողը առաջնային դեր չի զբաղեցնում բայց այնց էլ չի որ պետք չի
Այսինքն իմ մոտ երբեք կողքից որ նայում են, գիտեն, հա, այնտենց են որ ամեն ինչ լավ է շատ։ Դեռ դու էլ ես Ցույց այն եմ լավ տալիս, ես խոսում։ Ասում ես կենտրոնում ստուդիա ունեմ, բան մտածում են Բայց դա տարիների աշխատանքով է ստեղծված, դա ոչ papas է ինձ թողել, ոչ մամաս է թողել, ես եմ իմ աշխատանքի քրտինքով, ոչ մեկին գցել եմ, ոչ խափել եմ, ոչ հարկերից խուսափել եմ, ես իմ աշխատանքով գիշեր-ցերեկ չեմ քնել։ Ու փողի անհրաժեշտությունը այնպես չի իմ մոտ ավելցուկ է, բայց այնպես էլ չի որ առանց իր հնարավոր է, որովհետև այսօր ինչ որ տենում եմ կոնկրետ ես իմ շուրջը որ պատտվում է, այդ որ բոլորը նայեն խոսքի կարող ասեն այս մարդը լավ է շատ, այդ սա վարկերով է, այդ սա բաներով է, աշխատանքով է, քրտինքով է, որի համար պետքա վճարես։ Այսինքն պետքա օրնի բուն աշխատես դու։ Ես մարտի վերջի տվյալներով եմ ասում, մարտի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը ամեն օր առավոտ 5-ից նկարահանման եմ եղել մինչև գիշերը 11-12-ը։ Եղելա չեմ քնել, տենց։ Հաշվի ենք քանի ամիս արդեն 6-7, 5-6 ամիս։ Դες կարող ասեմ չհամաձայնես իմ հետ։ Դու դա արել ես քո աշխատանքը սիրելով ու գումար վաստակելով։ Արդյոք դա քեզ որպես արտիստի կամ որպես մարդու քայքայման չի տանում։ Նկատի ունես որ փողի համար եմ արել մենակ, եթե չվճարեին չէի անի, այդպես ուզում եմ։ Չէ, եթե չես կարա չանի, լիքը բան կա որ ես անվճար եմ անում։ Լիքը բան։ Չնչին գումարներով, չնչին հոնորարներով դու առավոտյան 5-ից մինչև գիշերը 11-ը կնկարվեիր։ Ազատ ուրժան, չէ։ Ինչի համար եմ ասում, չէ, որովհետև մոտավորապես 2005 թվից, որ ես այս ոլորտի մեջ կամ հատակին քնելով ստուդիաների եւ այլն, ես իմ գինը գիտեմ ինչքան է։ Ես եթե պետք է մի բան անեմ շատ այն գնից ցածր, որը որ իմ հետ կապ չունի, ես դա անում եմ պրոստը անվճար։ Ասում եմ, լավ, արի ես անվճար անեմ, ախպեր, այն բանի համար, որ գոնե ես իմ գինը իմանամ։ Հա։ Այսինքն ես աշխատում եմ այդքան, ես օթից չեմ բան եղել, որ ինձ այդքան պիտակ ու վсё։ Ես այդքան աշխատել եմ, ասենց ասեմ։ Գիտեմ նաև, որ շատ են եղել մարդիկ, ովքեր փորձել են խոչընդոտներ ստեղծել, դժվարություններ ստեղծել, ովքեր էին նրանք ու ինչով էր դու իրենց խանգարում այդ կայացման փուլում, հա, որ փորձում էին խոչընդոտել քո առաջընթացը։ Դե այդ բնականաբար սաղից գործի մեջ էլ մարդիկ են լինում, որ երբ որ դու Ինչի կոնկուրենտ էիր։ Չէ, պրոստը ես կարծում եմ, որ իմ բախտը ինձանից մի քիչ շատ առաջ անկած, ու ես շատ պատահաբար հայտնվել եմ միշտ այնտեղ, որտեղ որ բոլորը երազել են հայտնվելու։ Ու ես դից երևի դա է եղել պատճառը, մի քիչ նախանձ ա եղել կամ չգիտեմ, տենց ինչ-որ։ Ոլորտում գործունեություն ծավալող անձիկ էին, թե զուտ Որ հասկանամ որտեղից այդ ինֆորմացիան քեզ կփորձեմ ճիշտ պատասխանեմ այդ հարցին։ ինֆորմացիան աղբյուրներից, որ խանգարող մարդիկ կային, քո առջև փակվում էին դռներ։ Փակվել է դռների առջև, այն ժամանակ ես հիմա կարամ արդեն էդի բացահայտ խոսեմ, երբ որ ես նոր թատերական ինստիտուտ ավարտել եմ ու չգիտեի ինչով զբաղվեի։ Բանակում հերոստասերիալ կար, Շանթ հերոստատեսությունը, որ Գյումրիում էր, ես այն ժամանակ այսքան երեխա էի, այդ հերոստատեսությունում եմ մեծացել, որտեղ մամաս այնտեղ էր աշխատում։ Բոլորը ինձ ճանաչում էին, մամայից ճանաչում էին գործընկերները։ Մամայից խնդրեցի, ասեցի կզանգես Շանթի պրոդյուսերներից անուն չեմ ուզում տալ։ Ասի զանգի խնդրի գնամ բանակում երկրորդական դեր նկարվեմ, տենց ինչ որ կտորներ։ Էպիզոդիկ է։ Պայմանավորվեց բան ասին, հա թող գա, ինչ որ ժամը 2-ին ենք պայմանավորվել, Գյումրիից 40 աշճան ջերմությունով եկա հասա 5 րոպե ուշացել էի։ Այդ պրոդյուսերը տենց քարտուղարին զանգեց, ասեց այս մարդը եկել է, ասեց 5 րոպե ուշացել է, թող չգա էլ։ Ու դա դարձավ իմ համար ստիմուլ, որ ես այդ հերոստատեսությանը, այդ մարդուն կոնկրետ պետք է ապացուցեմ, որ սենց։ Ու անցավ մի քանի տարի, ես այդպես լիքը պրինցիպներ եմ ունեցել, այն որ ապացուցելու։ Անցավ մի քանի տարի, ես հակառակը շատ սիրուն, շատ ճիշտ ապացուցեցի, որ այդպես ես ինձ լավ զգացի դրանից, էլի։ Դուք կկանչեք, ես չեմ։ Հա, դուք կկանչեք, ես չեմ գա։ Դրա համար եմ ասում, իմ բախտը միշտ ինձանից մի քանի քայլ առաջ է եղել։ Ես այն որ ամենածայրահ իրավիճակում, որ ես չեմ հասկացել ոնց այս հարցի տակից դուրս գամ, միշտ դրա մյուս օրը մի հատ այնպես բան ա եղել, որ ասում եմ, ես ինչ էր, ոնց եղավ։ Մի շրջան կար, որ անընդհատ քո անունը արծարծվում էր թե մամուլում, թե կայքերում, հիմնականում մեկ ասում էին Գոռ Հակոբյանին ծեծի են ենթարկել, մեկ դու էիր սուր գրառումներ անում քո սոցիալական ցանցերում ու հատկանշականն է նա, որ շատերն ասում էին, որ դա դու ինքդ ես անում, օգտագործելով որպես PR տեխնոլոգիա։
Արի այդ մասին խոսանք։ Անտիվիրուսի ժամանակ եղել է այդպես խոդեր, այդպես մի քանի բան եղել է որ մենք սարքել ենք, հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց եղել է հաստատ որ պայմանավորված ինչ-որ մեկի հետ, որ ասես կոնֆլիկտ ենք արհեստական սարքել, որ ինչ-որ դից PR բան անենք, բայց դրանից հետո այդ ծեծել մեծելը սա եղել է անտիվիրուսի շրջանակներում, դրանից հետո չեմ հիշում ես այդպես բան, որ մամուլը գրած լինի, որ ինձ ծեծել են։ Ծեծելը չէ, բայց սուր գրառումների համար կային կայքեր, ովքեր գրում էին, որ Գոռ Հակոբյանը այսպիսի գրառում արեց ու դրան հաջորդում էր Գոռը սա գրել է, որպեսզի իր անունը արծարծվի։ Ասա ջան, ես միշտ եղել եմ Facebook-ում ստատուս գրողներ կան, չէ՞, որ դες մի բանից ներվայնանում են, sense մի հատ կտոր ես դրան այդ տեսակից եմ եղել։ Ինչ եղել է, խոսացել եմ, այսինքն մանավանդ այն ժամանակ, երբ որ դες բերանս փագել չէր ելնում այդ հաղորդման շրջանակներում անտիվիրուսի, այդ ժամանակ ես դες գրել եմ, կարող չգիտեմ, դա վերցել են ինչ որ սայթեր ինչ որ բաներ են գրել, բայց իրականության հետ կապ չունեցող բաներ էլի։ Արի գանք անտիվիրուսին։ Մինչ նկարահանումը զրուցում էինք, ուրախալի բան ասեցիր, որ վերսկսում ես նորից։ Բայց այն ժամանակ ինչի փակվեց անտիվիրուսը։ Ինչ բախում եղավ գործընկերոջդ հետ։ Դու գործընկերոջ հետ բախում չի եղել, вообще բախում չի եղել։ YouTube-ը ինձ պահել իրեն թողնել։ Ես ուղղակի վերջում այդ անունը վերցե դուս եմ եկել, ասել եմ, ես իմ մտածածն է, եթե դուք դաժե ֆորմատն եք օգտագործելու, հետևից ինչ-որ մի հատ սոս հաղորդում արեցին, եթե ասել եմ ֆորմատը դաժե պետք է օգտագործեք, այս անվան հետ դուք գործ չունեք, ես իմ անունը։ Ես եմ մտածել այդ անունը։ Ան վերցե դուս եմ եկել։ ಎಷ್ಟು ընկալվեց քո դուրս գալը։ Ոչ թե դուս եմ եկել, այդ հաղորդումը փակեցինք ես ու մեր Հայկը, որտեվ հանեցինք որ TV-ով որ եթեր էր գնում այդ TV-ից, որտեվ արդեն հասկացանք, որ ինչ-որ քաղաքական բաներ նկատվում են, որ այնց արեք սա, մենք ասենք մենք չենք պատրաստվում մտնել, արեցինք մի քանի բան, հետո հասկացա, որ վտանգավոր տեղ եմ ես արդեն հայտնվելու քիչ-քիչ։ Ասեցի վերջ։ Ու դուս եկա։ Վտանգավորը կյանքի վտանգավոր թե քո պրինցիպներին դեմ։ Կարող եմ ասել երկուսն էլ։ Կյանքի վտանգավորը չէ, դե այնպես մարդկանց մասին ինչ որ բաներ էինք ուզում արդեն խոսանք, որը որ պետք չէր вообще խոսալ։ Չնայած հետո դոգը հելավ խոսած, սա։ Դոգը նույն անտիվիրուսն է անում էր ավելի ճիշտ, բայց ավելի դից շատ ես դες չէի։ Լավ, դե դուք չէիք քրվում։ Մենք չէ, դե այդ եմ ասում, դա շատ բան է, էլի վատա որ քրվում ես։ Հիմա ես որ պիտի վերաբացեմ իրան, ինքը շատ նուրբ է ամեն ինչը, որովհետև այսօր պարագայում ես հաղորդումից առաջ խնդրեցի քեզ որ քաղաքականությունից ընդհանրապես չխոսենք, բայց այսօր պարագայում ինչ էլ խոսենք, մեկը ֆռալու է դառնա քաղաքականություն։ Եթե նույնիսկ այս բաժակի մասին ենք խոսում։ Դրա համար ես շատ նուրբ եմ իրան, բայց ավելի ստենդափ ոճի մեջ, ավելի հումորային է, քան քաղաքական, քննադատական բան է, էլի։ Ես հասել եմ դրան, արել եմ ամեն ինչ, ինչ կարող էի։ Կարծում եմ այդ էջը փակված է։ Full House-ի մասին խոսելով նման կարծիք ես հայտնել ու ասել ես երևի թե դրանը գերազանցող բան չի լինի, ինչի։ Այդ պիկը գորի պիկներ էդի։ Խոսքը մեն Full House sitcom-ի մասին է։ Հա։ Sitcom-ի մասին դե մենակ ես չէ, բոլորս ասել էինք նրան, որ պետք է այդ sitcom-ը տրամաբանական ավարտ ունենա։ Չէ, դու քո գործունեության մասին խոսելիս նման միտք ես արտահայտել։ Ես երբ որ կարդում եմ, երբ որ լսում եմ այս խոսքերը, պատկերացնում եմ, որ գոռը հասել է, ապացուցել է իր պիկը, արդեն հայտնիության իր այն ամենավերին աստիճանի հարթակի վրա կանգնած է, ու այլևս կարծումը ուրիշ կերպ չի կարա զարմացնի հասարակությանը։ Եթե խոսքը Full House-ի կերպարի մասին է եղել, ես չգիտեմ դա որտեղից ես գտել երբ եմ ասել, բայց ամենայն դեպս եթե ասել եմ, 4 տարի առաջ ես։ Փորձեմ մեկնաբանեմ։ Կոնկրետ իր պերսոնաժով հա, իր հայտնիությունը, այդ պերսոնաժի իմ հայտնիությունը, այդտեղ այդ sitcom-ի ավարտի ժամանակ արդեն եղել է պիկի վրա, որ թե Հայաստանի սահմաններում, թե Հայաստանի սահմաններից դուրս բոլոր հայերը, որտեղ որ կան, որտեղ որ մենք գնացել ենք համերգներով, այս մարդուն, այդ պերսոնաժով ճանաչել են այդ մակարդակի վրա։ Ես երևի դրա համար եմ ասել դա։ Դրանից ավել թե ինչ կարամ անեմ, դրանից ավել, եթե խոսքի մնացած sitcom-ների մասին, նոր ասեցի Full House-ն եմ հիշում, հետևից 5-6 հատ sitcom եմ նկարվել, որոնք որ անուններս քիչ եմ հիշում։ Դժվարանամ ավելի ճիշտ հիշելուց։ Ու հիմա եկել հասել եմ, որ զարմացրել եմ այն մարդկանց, ովքեր որ իմ հերոստադիտողն են եղել, հիմա վենդետայով։ Որ իրանց մոտ պրոստը sense բան կար, որ այստեղ են այս կոմեդիայի դերասանից հետո այս ֆիլմի գլխավոր անտագոնիստ ոնց է խաղալու։ Ու շատ ճիշտ է խաղալու էլի, այտենց որ sense բան չի էլի, այտենց շատ
բան կերպ, շերտավոր կերպ արա։ Հիմա փորձել եմ տենց զարմացնել, այսինքն իմ համար էլ է դա եղել նորություն։ Ինչ եմ ուզել գալը դե, որովհետև սցենար կարդալուց հետո ես հասկացա, որ այդ դերը ես ուզեցել եմ միշտ խաղամ։ Ինձ մի հատ լրիվ անկյան տակ Հյուսիսային պողոտան, որ նոր էին սարքել, բոլոր երգիչները սկսեցին Հյուսիսային պողոտայում կլիպ նկարել։ Երևի մի 10-15 հատ կլիպ դուրս եկավ, չգիտեմ, չեմ հիշում որ թվին է սարքել պողոտան։ Միշոն հայ տղեկի բարձրացավ կտուրի վրա, այն անկյունը մամ երգներ երևի, եթե չեմ սխալվում։ Մի հատ նենց անկյան տակ նկարեց Հյուսիսային պողոտան, որ բոլորին ցույց տա, որ այս անկյան տակ ավելի սիրուն է այս ամեն ինչը։ Որոշ բոլորը գնում կանգնում էին մեջտեղը նկարվում էին։ Հիմա այդ լուրջ եմ ասում։ Հիմա այդ մի օրինակությունն է մեր երկրում։ Հիմա որ ես ինձ փորձել եմ տեղափոխեմ մի հատ լրիվ ուրիշ անկյան տակ, համ իմ համար է այդ շատ լավ, համ իմ հեռուստադիտողի համար է լավ, որ իրանք ու ես լիքը գովեստի խոսքեր եմ լսել կոնկրետ այդ դերի հետ կապված, այսինքն մարդիկ ընդունել են։ Ճիշտ է, շատ վտանգավոր տեղեր ինքը, որտեղ կարող է вообще չստացվեր։ Հումորային նախագծերում նկարված արտիստները մշտապես ունենում են այդ խնդիրը, հա, որ նույն ռեժիսորները, պրոդյուսերները չեն պատկերացնում։ Ինձ էլ չեն պատկերացրել։ Ինձ հաստատել են այդ դերի վրա, նոր կանչել են ռեժիսորի հետ խոսել, քննարկելու պերսոնաժը։ Ես գնաց եմ նստել եմ, շատ թերահավատորեն, ճիշտ է մեր ընկերն է Մայր Խաչատրյան, բայց շատ թերահավատորեն, ողբերս, բայց դու կարաս, բայց քանի որ ես հաստատված եմ, չէին կարել փոխել, բայց դու եսի մե բան սենց շոր ու տենց շոր հետո եմ արդեն ես այդ լսել մեր տղերքից, որ ասում մտածում էինք ոչ պունկտուալ է։ Մտածում էինք դե full house-ից է ձև բռնածա, ինչ որ տենց բան սենց շոր բաներ, բայց առաջինը ես եմ պլաժատկում եղել, միշտ սցենարները սովորած, միշտ պունկտուալ։ Իսկ ես իմ աշխատանքին միշտ լուրջ եմ վերաբերում, ինչ ուզում ա լինի։ Դու քո խոսքում բան ասեցիր, որ հաճախ լսվում է այդ կարծիքը։ Full house-ից է ձև բռնածա։ Բոլորը, թե մեր շրջապատում, թե շարքային հեռուստադիտող քաղաքացի, բոլորը մտածում էին, որ full house-ում մասնակցություն ունեցած արտիստները ձև բռնած են։ Ինչից եկավ այդ։ Որն էր ձեր այդ կետը, ինչ արեցիք, որ սաղի մոտ նման տպավորություն թողեց։ Ես անկեղծ չեմ կարող այդ հարցին պատասխանեմ։ Կարող է դու մարդ որ ներսում էիր։ Տենում էիր դիմացինի ձև բռնած ալնելը։ Մեկս մեկիս հետ նկատի ունես։ Չէ, մեկս մեկիս հետ դե բնականաբար չէ, բայց կարող է մեկս ինչ-որ դրսից դերասան լինի եկած, որը դիմի սերիալնկարվի գնա, կարող է իր այդ ինչ-որ ձև բռնած ենք եղել։ Դուք դենքերն էիք։ Դե կարող է տենց ինչ-որ, հա, տենց ա եղել։ Էդի կարող է հենց այդ этаպում էլ եղել ա, որ ասում եմ։ Հա, այն տարածվախտերը, հա, տենց մնացել ա, որ մենք բան ենք։ Հետո այդ ասեկոսեներին տենց շատ պետք էլ չի հավատալ, որովհետև երբ որ ում քիթը խնձորին չէր հասնում, որ կենթանը աղվեսի քիթը որ խնձորին չի, կարող է մարդիկ պրոստը չեն մարսել դա։ Հայաստանի ամենապոպուլյար երբևէ պատմության մեջ եղած սիտկոմն է, երբևէ, ու լիճի էլ կրկնվել։ Որը կարող է երկար շարունակվեր ու մնալ ռեյտինգի։ Կեսը կարող է նախանձից դրդված, կեսը կարող է ինչ-որ մեկիս հետ պրոստը կոնտակտի չեն կարացել, դուս կան տենց նորմալ շփվեն, ինչ-որ այլ հարցերի շուրջ կարող է տենց ու դե ձնագնդիկի նման տենց խոսակցությունները տարածվել է։ Բայց ել եմ ասում, ես հիմա այդ իմ ընկերները ովքեր որ Vendetta-ում կային, այդ նույն խոսակցությունից մոտարապես մի ամիս հետո, երբ որ ես սկսեցի աշխատել իրենց հետ, ասում են, вообще չէ։ Вообще դու ուրիշ մարդ ես, ինչ որ ներկայացրել են, տես չես։ Ու շատ մարդ է ինձ էդի ասում, օպե մենք գիտենք դու գոռոզ ես բան։ Չի գոռոզ։ Միատել ես ասեմ, որ գոռոզ չի։ Չէ, вообще չէ։ Գոր հաճախ քեզ ընկալում է հասարակությունը շատ ավելի որպես դերասանի, քան որպես երկարվեստում, երաժշտության ոլորտում գործունեություն ծավալողի։ Ինչը տարավ քեզ դեպի երկարվեստ, որովհետև դու հաջողակ էիր, ոնց ասեցիր, բախտը քեզնից մի քայլ առաջ էր, պահանջված էիր։ Մի քանի ֆակտոր։ Նախ 99 թվականից այդ ամեն ինչ այդ երաժշտություն, այդ ստուդիա ունենալ սկսվել է ամեն ինչը մեր տան համակարգչից, որ կա պստիկ դինամիկից, այտենց որ ես տենց սկսել եմ աշխատել։ Հիմա քաղաքում ունեմ լուրջ ձայնագրման ստուդիա, ունեմ ռեսուրս, որը էլի տարիների աշխատանքով ձեռք բերած է, փող դրած է։ Ես գումար չեմ տարել տուն, բայց տարել դրել եմ այդ ստուդիայի վրա, տենց է եղել։ Ու երաժշտությունը միշտ իմ կյանքում եղել է։ Այդ նույն 10 քանի սիտկոմի մյուզիկները, որ լսում եք տակիսաղ, այդ իսաղ իմ նվագածներն ու առածներն է, սաունդթրեքերով եւ ամեն ինչով։ Մի օր տենց երգեր եմ գրել եւ այլն, մի օր տենց մենք հետ խոսում ենք, ասեց ախպեր, բայց չես ուզում դու երգես։
Ու դες դրեցինք մի 2-3 հատ կլիպ նկարեցինք։ Ես ինձ երգիչ տեն շատ չեմ համարում, որ ասում ես վերջն եմ երգիչը, չկա տենց բան։ Ես արտիստ եմ պրոստը, որ ասում է ճանկերս ամենտեղ գցում եմ, փորձում եմ ինչը որ լավ եմ անում, շարունակեմ անել, ինչը որ չէ թողում եմ։ Այսինքն չեմ շարունակում այդ ոլորտ ռեսուրսը օգտագործել իմ համար, որովհետև հենց նույն այդ տեսահոլովակ եւ այլն մի этап մի 2-3 տարվա ընթացքում ես մի քանի հատ իրար հետևից արեցի, հետո հասկացա, որ ինքը ինձ պետք չի։ Այսինքն ես դրա վրա գումար եմ ծախսում, հակառակ գումարը չեմ հետ ստանում ու իրան որպես աշխատանք էլ չեմ դիտարկում։ Ինքը հոբի է, միշտ կարա լինի, ես կարող եմ վաղ առավոտ արթնանամ, որոշեմ ավել գումար ունեմ, գնամ կլիպ նկարեմ կամ այդ զուտ հոբիի համար անում եմ, բայց ունես չի որ ես ասում եմ, որ ես երգիչ եմ։ Ես արտիստ եմ։ Ես հարսանիք եմ վարում, ես ակումբում երգում եմ, ես անտիվիրուս եմ նկարում, ես դերասան եմ, ես թատրոնում եմ խաղում։ Բազմապրոֆիլ արտիստ ես, Ինչը որ իմ ոլորտ, ու փորձում եմ ամեն ինչը լավ անել։ Եթե ջոգում եմ, որ այդ մի բանը պետք է թերի անեմ, կամ մի բանը մեկին պետք է խանգարի, ես թողում եմ դա։ Նա Իգոր, մեր երկարվեստում այսօր ակտիվ գործունեություն ցավալող արտիստներ ու նաև ցավով պիտի ասեմ, նաև իրենց ուրույն դերն ու նշանակություն ունեցող արտիստներ։ Իրենց երկարվեստից հեռացել են։ Եկել են մի դաշտ, որը կոչվում է կոմերցիոն դաշտ, անում են երգեր, որպեսզի իրանք էլ ներգրավված լինեն հարսանեկան այդ արարողություններին, կորցնում են իրանց դեմքը։ Դել ես արել ժամանակին։ Մենք մի հատ խնդիր ունենք մեր երկրում, այն որ ասում եմ մի օրինակություն, մեկը որ մի բան անում է, այդ մի բանը մարսում է, բանը հանդիսատեսը։ Այս մյուսը միանգամից ուզում է կրկնօրինակի դա։ Այդ ամենք ուրիշ տարբերակ չունենք։ Նայ ես մի բան աշխատեց, արի եսը սրանից անեմ։ Ու այդ բանը արդեն իրանք չեն հասկանում, դա վատ բան է, լավ բան է։ Իրականում sense ասեմ, վատ բանն է, պետք է կանանաս լավ անես։ Բայց այսօր նենց մի հատ մասա կա, ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, որ ամենավատ բաները մարսում են։ Ու դա շատ վատ է։ Ու կստացի լավ բանը անում ես, չի աշխատում, իրանք են վատն են ուզում, այսինքն իրանք հիմա քո համար որպես արտիստ, որն է կարևոր, անես այն ինչ այդ վատ մասսան պահանջում է, ունենաս միլիոնավոր դիտումներ, թե անես այն ինչը որ ըստ քեզ պետք է մեր մշակույթին ու այդ վատ մասսայից մի 5 հոգու գոնե բերես այդ լավի դաշտ։ Ես երկուսն էլ անում եմ։ Չի խանգարում։ Չէ։ Բացասը կարող ես լավ։ Հիմա ես ունեմ playlist, որը որ ակումբում երգելու երգերն է, ունեմ playlist, որը որ հարսանիքի երգելու երգերն է։ Իրանք իրար հետ չեն կարող աշխատեն։ Մեկը մյուսի հետ չեմ երգում, ես երբեք։ Եթե հարսանիքի ժամանակ, որ հասկանում եմ, ասենք, երիտասարդներ են ջահելությունը շատ է, բան, ակումբային երգեր սկսում եմ երգել, եթե երգելու մասն է խոսքը։ Ընդեղ էլ նույնը, հակառակը, բայց դա լինում է հազվադեպ։ Այսինքն ես մեկը մեկին չեմ խառնում։ Ես ունեմ հիմա այն տաշի տուշի երգերը, որոնք որ մենակ հարսանիքի համար է, որտեղ հարսանիքի վաղ որ գնում ես ինչ-որ մեծ լավ բան ես փորձում, ասենց ասեմ, Aram MP3 երգերս փորձում երգես, ասես նայում են դեմքիդ պրոստը։ Լսելու համար։ Դե չեն ընկալում։ Մարդիկ ու եկել են բարեն տաշի տուշի։ Մեր արտիստներից կան, որ չեն էլ անում հակառակը։ Օրինակ, հենց նույն Aram MP3-ին Իվետան, իրանք երբեք չեն բանանում։ Այն կողմը չեն բանում։ Հա, իրանք էս գծի վրա են, աշխատեց, չաշխատեց։ Բայց նույն կերպ տես Իվետան էլ Արամն էլ վստահաբար նաև կան այդ կոմերցիոն դաշտում։ Կան կոմերցիոն դաշտ, հա։ Ես այդ կոնկրետ ստեղծածով արդեն։ Okay, եթե ես այդ կոնկրետ երկու մարդուց ենք խոսում, այդ երկու մարդիկ այնպես չի որ մենակ իրանք գնալ ինչ որտեղ երկելով են գումար վաստակում։ Այդ երկու մարդիկ իմ նման ալամ, այն որ ասում ալամ աշխարհում ինչ կատարում է, մեջն են։ Հաղորդումներում, ժյուրիներում, հմեկում եւ այլն, ամեն ինչի մեջ կան, այսինքն այդ մարդիկ ունեն առանձին աշխատանք, որը որ իրանց կյանքը ապահովում է։ Հիմա այդ մարդիկ դնում են անում են երգեր, որոնք որ նոր եմ, էլի եմ ասում, աշխատեց, չէ, նորից թողեն մյուսը կանեն։ Բայց կա որ աշխատում է, չէ։ Դե հա։ Դե հա։ Կա աշխատում է, այդ նույն երգը հարսանիքին են գնում երգեն։ Էդի բախտի բան է, այդ լոտոյա, չես կարա, հա, չես կարա էդի կանխատեսես։ Գոր շատ չունես հարցազրույցներ, բայց քո հանրային խոսքում մշտապես sense կարմիր գծով անցնում է ընտանիքը։ Ընտանիքը քո համար առաջնային է, ընտանիքը այս կողմ այն կողմ չունի, բայց դրան զուգահեռ նաև նշում ես, որ ամեն օր քեզ գայթակղում են։
Չգիտեմ այդ ինֆորմացիան ուրդից էս վերցել, բայց լինում է դեպքեր, հա։ Ինձ չի որ չի։ Հանրային խոսքից։ Okay, չեմ ժխտում, բանը ընտանիքը միանշանակ առաջնային դերում է։ Յուրաքանչյուր մարդու համար պետք է առաջնային դերում լինի։ Բայց դե մի դինում են սիտուացիաներ, որ գայթակ եղել որն է, մի աղջիկա, ասենք, կարող է երկեն բեմից ինքը ներքևը կանգնած ֆլիրտ անի, ասենք, տենց։ Այնպես չի որ գայթակղում են, ես էլ գայթակղվում եմ։ Գորչ չեմ կարող այս հարցը չտալ, որովհետև վստահաբար հեռուստադիտողը արդեն տեղեկացված է, սպասում է, ինչ փուլում է Full House գեղարվեստական ֆիլմի նկարահանումները ու երբ ենք արդեն կարողանալու վայելել։ Նկարահանումները ավարտվել է, սեպտեմբերի վերջ ավարտվել է, հիմա մոնտաժի փուլում է։ Նկարել ենք շատ լավ գեղարվեստական ֆիլմ։ Միջայլոց մարդիկ գիտեն նորից սիթքոմն ենք վերսկսում, բայց սիթքոմը չի։ Ես միշտ ասում եմ, որ գեղարվեստական ֆիլմը մի հատ, որը որ կինոթատրոններում է լինելու հունվարի 29-ից։ Պրեմիերան լինելու է ու արդեն Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում, մայրաքաղաքում եւ մարզերում մեր պրեմիերաները լինելու է։ Իսկ մանրամասներ կարող ենք բացել սցենարային գիծը, սիթքոմի սցենարային գիծն է, թե փոփոխություններ ենք տեսնելու։ Չէ, գլոբալ փոփոխություններ եք տեսնելու, նույն կերպարներն են, որոնք որ շատ պատահաբար հավաքվում են իրար գլուխ հայտնվում են միտեղ ու տեղ սկսում է ֆիլմը։ Ես չեմ կարող հիմա շատ բաներ բացեմ, բայց ինքը ասենց երկու բառով որ ասեմ, անտառում է ֆիլմի շատ տեսարանները ու ավիավթարից հետո, այսքանը կարամ ասեմ։ Սպասում։ Շատ լավ կինո է ալնելու, շատ լավ աշխատեցին մեր կազմը, մեծ թիմ էր, իմիջիայինս 60 հոգանոց թիմ էր աշխատում, բացի դերասաններից։ Երկար պատրաստությունից հետո լավ նկարեցինք, ամեն ինչը տեղին, թանկ բյուջեով։ Առանձնացրեցիր թանկ բյուջեով ֆիլմ։ Մեր օրերում շատ քիչ է հանդիպում այդ թանկ բյուջեովը։ Ինչի, որովհետև կարելի է անել ֆիլմ նաև փոքր բյուջեով, թե թանկ բյուջե դնելը չի արդարացնում։ Դե լիքը ֆիլմեր կան հիմա Հայաստանի այս ժամանակահատվածում Հայաստանում նկարված, որ լիքը թանկ բյուջե է դրած, բայց չի արդարացրել։ Չէ, մեր պարագայում պրոստը սենց ասեմ, այդ գլուխ գովալու բան չի, սա գիտեմ բոլորը, քանի որ ամենապոպուլյար սիթքոմն ա եղել ու հələ չէր կրկնի ռեյտինգներ, մենք միշտ sense մի հատ բան ենք դնում մեր դիմաց, որ դա պիտի անցնենք, որ էդ էլ անենք։ Որոշեցինք նկարել ֆիլմը, բայց նկարենք այնց որ այդ ամեն ինչը սիրուն նայվի, գեղեցիկ նայվի, ու լիքը մարդ աշխատի դրա մեջ։ Մի գրիմյոր չի, 3-4 գրիմյոր են, մի վարսավիր չի, 4 վարսավիրն ամեն ինչը, այսինքն հաստիկներով շատ եղել ու այդ ուրճացնելու բան չի։ Հետո կադրից էլ կերևա, ֆիլմից էլ կերևա, որ ինքը թանկ է։ Այսօր Հայաստանի պատմության մեջ ունես ֆիլմեր են նկարում այնց անսահմանափակ բյուջե, որ չես էլ ուզում գնաս նայես կի։ Իզուր վատնված գումար։ Իզուր վատնված գումարներ են։ Մեր դեպքում որ ասում է եղած տեղից ենք դրել էլի։ Չէ, կատակ եմ անում։ Գոր ռանդևույի այս հատվածում բլից։ Դավայ։ Այդի սիրում եմ։ Կա բնավորության լավ գիծ, որը կորցրել ես։ Երևի կարամ առանձնացնեմ ընկերասիրությունը։ Կորցրել ես։ Շատ դեպքերում հա։ Որտեվ լիքը ընկերների կողմից վեշնի բան է եղել ինչ-որ տես։ Մեջքից հարվածներ են եղել։ Հիմա ավելի զգուշ եմ այդ հարցում։ Ամեն մարդու հետ չեմ բացում, ամեն մարդու հետ ընկերություն չեմ անում, էլի։ Որն է հաջողակ ու կայացած մարդու քո մոդելը։ Ինչ չափորոշիչներով ես չափում։ Կարամ ասեմ ինչ պետք է անի, որ դառնա հաջողակ ու կայացած մարդ։ Պետք է աշխատի գիշեր-ցերեկ։ Պետք է աշխատի ու բան անի ու բախտ ունենա մի քիչ։ Որ հաջողակ լինի եւ աշխատասիրությունը, այդ երկուսը իրար հետ դեմը խաղ չի լինի այդ մարդու։ Պետք է օրնի բուն, եթե դաժե չի ստացվում, եթե մի բանը հոգնեցնում է այդ մարդուն, մարդը հիասթափում է դրանից, ինքը պետք է շարունակի դա անել։ Որ նաստիրնի պետք է անի։ Իմ կյանքում լիք եղել է, որ ես հիասթափվել եմ, ասել եմ, լավ, վերջ, վсё գնում եմ, չգիտեմ ինչ անեմ։ Ինչ-որ մի հատ բիզնես բացեմ, սկսեմ աշխատել, ես ոլորտից դուրս եմ գալ։ Հետո 15 րոպե հետո անջատել եմ, հասկացել եմ, որ չէ, էլի, ես սրանով պետք է շարունակես։ Դու նաստիրնի գնացել եմ իմ ուզած տոշկին։ Ու դա բերել է իր լավ տեղն է կանգնացրել, հաջողություն։ Ինչը երբեք չես ների։ Չկա այտենց բան իմ արդեն ամեն ինչ ներելի է, ցավը տանեմ, դե առանձնացնեմ, ինչը երբեք չեմ ների։ Որ չեմ ուզում այտենց բանը պատասխանեմ, լի սուտ է, չգիտեմ ինչ է, ես իմ ինչ։ Ամեն ինչն է ներելի է, սխալվելն է մարդու համար։ Սրտով թե ուղեղով։ Սրտով արի ասեմ։ Սրտով։
Նախորդ հարցն էլ է դա լուծում էլի, ամեն ինչն էլ ներելի է սերտով։ Ինչը քո մեջ կփոխես։ Վերև վատ սովորությունները կարելի է թարգել, արդեն տարիքն է էլի։ Շատ ունես։ Ալկոհոլ ենք օգտագործում մեկ-մեկ, ծխելը։ Տարիքն եկե հասել է, որ պետք է արդեն զբաղվենք մեր կյանքով, առողջ ապրելակերպով, այդ երիտասարդությունն արդեն այդ վիճակը պետք է անցնի էլի, եթե ուզում են երկար ապրել։ Կամ արտում կուզեիր ինչ-որ բան ասել, բայց ցավոք չես հասցրել։ Հա։ Հորս կուզեի ասել, հորս շատ փոքր տարիքում եմ եղել, որ մահացել է, կուզեի բաներ ասած լինեի։ Օրինակ, ինչ կասեիր։ Այդ կարիք առանձնացնում էլի, նրանք թոմնա գախնիկ էլի, դրա այդ շատ անձնական է, չեմ ուզում այդ խոսամ, բայց բաներ կար, որ կուզեի իրան ասեի։ Արի պատկերացնենք, այս պահին ունես $10 միլիոն։ 3 բան ինչ կանեիր։ Արի կատակից սկսեմ, բարդքերս կփագեի, վարկերս կփագեի։ Անպայման հարազատներից կարիքներն էլ կհոգայի։ Ու եթե գումար մնար, ավել արդեն փորձեի հարազատներից դուրս արդեն ինչ-որ մարդկանց բաժանել, օգնել, բարեգործություններ անել։ Բայց այնց որ ոչ մեկ չի իմանա դրա մասին, էլի, որովհետև այդ բանը, որ այդպես բարեգործություն ես անում, հետո պետք է ալամ աշխարհը տեսնի դա, այդ շատ բանը մեզ արա։ Ես այդպես չեմ հասկանում այն մարդկանց, այն ամուսին ական զույգերին նաև, որ մտնում է Facebook-ների մեջ կամ չգիտեմ որտեղ կնոջ նկարը գցում է տղամարդը, ասենք շորտից երկար սիրային տեքստ է գրում։ Պրոստը, ոչ ծնունդն է, ոչ բան։ Բան ունես ասելու գնա կնգտաս աղբերը առանձին։ Ես ալամ աշխարհի պատմում էդի։ Ես չեմ հասկանում, դա շատ անձնական է, էլի։ Ու միշտ այդ չեմ հասկացել։ Երջանկությունը սիրում է լռություն, էլի։ Հրաշալի պատասխաններ։ Գոր ռանդևուի շրջանակներում ես մշտապես հնարավորություն եմ տալիս իմ հյուրին ընտրել իմ հաջորդ թողարկումներից մեկի հյուրին։ Ում ես առաջարկում դու։ Զանգում ենք Աղաս Մանուկյանին, չի եղել, չէ՞ կամա։ Չի եղել։ Ապեք ֆուրջ տաս հաղորդման հյուր եմ, ուշադիր լսի ուրեմն, ռանդևու հաղորդման հյուրն եմ, իրանք ունեն մի հատ ռուբրիկա, որտեղ որ ես պետք է իմ հեռախոսից ընտրեմ կոնտակտ, որը որ պետք է լինի իրանք հաջորդ հյուրը։ Մի ասել եմ, որ քեզ զանգեմ, դու իրանք հաջորդ հյուրն ես, հաջող։ Ո՞ր հաղորդումն է։ Ռանդևու։ Ո՞րն է։ Ապա լավ հաղորդում է։ Դա բան չի, Չէ, արա լավն է, հաջող։ Շնորհակալ եմ քեզ Գոր, անկեղծության, գեղեցիկ զրույցի, լավ ու հետաքրքիր հյուրի ու քո լինելիության համար։ Մերսի շատ, ես եմ շնորհակալ, որ այսօր եկա, անկեղծ զրուցեցինք։ Շատ թեթև անցավ ամեն ինչը, իրականում մենք որ դուրս իրար հետ խոսում ենք, ես շատ քիչ տեղեր եմ փորձում լինել, որովհետև լավ, չմանրամասնեմ։ Քո հետ շատ հաճելի անցավ, կարևորը լավ տրամադրությամբ զրուցեցինք։ Շնորհակալ եմ։ Աղբերս, մերսի շատ։ Հիշեցնեմ, որ այս երեկո զրուցակիցս Գոր Հակոբյանն էր։ Շարունակեք հետևել 168-ին, կհանդիպենք։